Day 2. Բարելույս իմ բոլոր YouTube-յան դիտորդներին, Բաթումից, այսօր իմ երկրորդ օրն է, սեպտեմբերի 11-25 թվականի ու ես հիմա գնում եմ բացահայտելու Բաթումի։ Լիֆտից դուրս եմ գալիս, այս կողմում ռեսեպշնն է։ Waiting rooms, այս ռեսեպշնի աշխատակիցներն են, սա սպասասրահն է, մարդիկ այստեղ նստում են, սպասում են իրենց չեկինին, այս էլ է սպասասրահ։ Իսկ ես հյուրանոց եմ հասել ժամը 12-ին, ինձ անմիջապես գրանցեցին, տվեցին իմ սենյակի բանալին, չեմ սպասել, ամեն ինչ անցել է հեշտ ու հանգիստ։ Դուրս են գալիս զբոսանքի։ Ստեղով, այս օդային անցումով անմիջապես անցնում ենք այն կողմ ծովն է։ Դրսից նման տեսք ունի, B1 բլոկը։ Անցնում ենք ու անմիջապես դիմացն էլ գտնվում է հերոսների պուրակ կոչվող այգի, ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, ռուսերեն ասում են Ալիա Գերոև։ Իսկ այս ալեան է, սեն ձգվում է մինչև վերջ, ոչ մի հետաքրքիր բան չկա, ուղղակի սենց հանգստի նստելու տեղերը, որ նստեք, երեկոյան հանգստանաք ու այդ ձեր մի երկու հատ արձանիկները։ Այստեղ էլ է հայտարարություններ Վարշավ բնակարանների, այս համարներով կարող եք կապնվել, սա էլ տուրերն է, այս էլ տուրերի հեռախոսահամարները, այնպես որ սիրելի հետևորդներ, ուղիղ կարող եք կապ հաստատել ու ճշտել ինչ ձեզ հետաքրքրում է։ Հիմա ես երևի փողոցը անցնեմ ու այն կողմով ուղիղ բարձրանամ, տեսնեմ ինչ հետաքրքիր տեսարժան վայրեր կա Բաթումիում տուրիստի համար։ Այստեղ էլ սենց պատրաստի նախաճաշը, լանչ, ինչ-որ սենց բաները, արդեն պատրաստի գներով, օրինակ նախաճաշը, այս ներառում իր մեջ, 11 լարից սկսում է։ Այս օրվիներն են, սա Մարիոտն է, Մարիոտի դիմացը Պրիմիեր Բեստ Վեստերն է, ու այս փողոցով հիմա մենք ուղիղ բարձրանում ենք, տեսնենք ինչ ենք գտնում փողոցի վրա։ Էլի մարկետ, չենջեր, ամեն քայլափոխին հաստորեն մարկետներ, արտարժույթային փոխանակման կետեր, այս նորից էլի տուրերն են, այս մյուս կողմով, այս փողոցին զուգահեռը փաստորեն այդ ծովափնյա փողոցն է, այս էլ երկրորդ գիծն է։ Սա այն Մակդոնալդսն է, որ ասում են աշխարհի ամենագեղեցիկ Մակդոնալդսը։ Սա է համարվում փաստորեն, հիմա մտնենք տեսնենք արդյոք աշխարհի ամենագեղեցիկն է։ Թե ոչ։ Այս Մագնոլիան է, Մակդոնալդսի շուրջը սենց փոքրիկ ֆանտան է երևի, բայց միացված չի, երևի երեկոներն է միացվում։ Այս անդուրների սոկարն է։ Սա էլ Մակդոնալդսը։ Տեսնենք ոնց ենք մտնում։ Սա է ամենագեղեցիկ Մակդոնալդսը։ Սա սենց մենյուն է։ Ընտրում ենք։ Այս կոմբոն փաստորեն 8.45 լարի է, բայց ոնց ենք լեզուն փոխում։ Սա է փաստորեն այդքան անանք տեսնենք ինչ է այստեղ, միգուցե գեղեցկությունը վերևում է։
համար են ասում ամենա գեղեցիկ Մակդոնալդսը սենց կանաչապատ է դրա համար։ Սա է փաստորեն ես անձրևի հետքերը, ես վերևը բաց է։ Ես է փաստորեն, սիրելի հետևորդներ ջան, փաստորեն մենք ձեզ հետ միասին եկանք նաև աշխարհի ամենագեղեցիկ Մակդոնալդսին։ Հիմա գնանք նայենք ուրիշ ինչ կա, հետո երեկոյան կգանք, այսօր մի բան կվերցնենք, կհամտեսնենք ու ձեզ հետ կկիսվեմ, կասեմ համեղ էր, թե համեղ չէր։ Այս գեղեցիկ Մակդոնալդսի անմիջապես հետևում այս հին շենքն էլ Մագնոլիան է, որը էլի նույնպես հայտնի է Բաթումիում իր հնությամբ ու վախենալու այդ ձեր սարսափ տեսքերով, բալերինա արձանիկներով։ Հիմա մտնենք ներս ու Մագնոլիայի բակն է ձեզ ցույց տամ։ Նույնիսկ դրսի կողմից կան այս վախենալու արձանիկները, այդ ձեր ուժս բալերինկաներ են։ Նայում եք, դրսի կողմից էլ կա այդ բալերինկաների արձաններից, բակի կողմից ներսում են կա։ Միասին կմտնենք ու կտեսնենք։ Սր երևի էլի սրանդի կետեր են, կաֆեներ, սրճարաններ։ Սպար սուպերմարկետների ցանցն է, գրացական դրոշը, իր ախրանիկով, շատ են շները, սուվենիրների խանութը, գտնենք տեսնենք մուտքը որ կողմից է, դա երևի մուտքն է, բաց է, մտնենք տեսնենք։ Մեքենաների համար է կամ չգիտեմ ինչ։ Մագնոլիայում էլ է տրվում բարձով բնակարաններ, ես էլ Մագնոլիայի բարձող տրվող բնակարանի համարներն է, անմիջապես սեփականատիրոջ կողմից։ Գները ճիշտ ասած չգիտեմ, գներին ծանոթանալու համար ինքներդ կարող եք WhatsApp-ով գտնել, հարցնել կպատասխանեն։ Սա էլ էս հայտնի Մագնոլիա կամպաունդը դիմացի կողմից, բայց մուտքը չեմ գտնում, հա կարող է այստեղից է, այս կողմից մուտքն է։ Տեսնում եք այս բաներին, վախենալու բալերինկաներին, թևերները կտրած ինչ-որ սենց ուժաստիկ բաներով է։ Էլի վարձով տրվող բնակարաններ, այս կողմի բնակարանները փաստորեն անմիջապես ծովին են նայում, Սիվիո տեսարանով բնակարաններ են։ Մուտքը Մագնոլիա այս դարպասների միջով է, մեր լեզվով ասած դալանի միջով է, բայց փակ է մուտքը։ Փակա տեսնենք ում կասենք որքան բաց են։ Դեք դուրս կգան, մենք կմտնենք այս անպայման պետք է բացի ինչ-որ մեկը, որ մենք նոր մուտք փորձենք։ Ապրեն անծանոթ մարդիկ։ Էս էլ հրաշք կամպաունդի բակը։
Տեսնում եք ես արձանիկներին թիվեր չունեն։ Մի քիչ այն կողմ դելֆինարիումն է։ Հիմա ես գնում եմ դելֆինարիում։ Տեսնում եք ես հին կամպաունդի կողքը ինչ բարձրահարկ նորակառույց շենք է կառուցվում։ Ես էլ դելֆինարիումն է։ Ես Մարիոտը, դիմացն էլ դելֆինարիումը Բաթումի։ Դելֆինարիումի հասցեն Ռուսթավելի փողոց 51, եթե տաքսով եք գալու, նշելու եք ես հասցեն, որ ձեզ ճիշտ բերեն։ Սա էլ տոմսար կողնա։ Աշխատում է 11-ից 6:30, ընդմիջումը 1:30-ից 2:30։ Արժեքը ուրեմն 20 ու 25 լարի կախված է որ ժամին։ Ժամը 4-ին արժեքը 20 լարի է, ժամը 7-ի ներկայացման համար արժեքը 25 լարի։ Չմոռանամ նշեմ, որ չի աշխատում երկուշաբթի։ Երկուշաբթի օրը շոու չկա։ 20 լարի, the best place, huh? Place. Այսօր ժամը 4-ի համար տոմս վերցրեցի։ Դելֆինարիումի հետևի կողմում այս այնց մոզայկայի վրա սիրուն պատկեր է պատկերված։ Դելֆինները լողում են լողորդների հետ։ Այս դելֆինարիումն է։ Սա էր Բաթումի կենտրոնական այգին։ Այգու վերաբերյալ փոքրիկ տեսահոլովակը նույնպես կա ալիքում։ Հղումը նորից կթողնեմ տեսահոլովակի նկարագրության բաժնում։ Բաթումի Central Park։ Պարկի դիմացը նաև գտնվում է Hilton հյուրանոցը։ Ասե Hilton-ը։ Ես Բաթումիում եղել եմ 21 թվականին։ Այս սիրտն էլ այն ժամանակ կար, բայց շատ բաներ փոխվել է, օրինակ այս նստարանները, առաջ փայտի նստարաններ էր, հիմա սենց քարի են դարձրել։ Հետո ներքևում սուրճի մեծ բաժակ է ձև արձանիկ կար, հետը նույնիսկ նկար ունեմ, եթե գտնեմ կտեղադրեմ։ Ինչ-որ սենց փոփոխություններ արվել է մինչև հիմա։ Այստեղից էլ այսենց կարող եք փոքրիկ այս ձև նավակներ կարապի տեսքով վարձեք, զբոսնեք։ Այստեղ A-B-ի մուտքն է, իմը C-ն է, C-ն ես մյուս կողմից հեսեմ, C-D, այս կողմից ենք մտնելու։ Իմը C սեկտորն է, 5-րդ շարք, 535 նստատեղ։ Գնելիս ասեցի լավը տվեք, հիմա չգիտեմ, լավն է թե խաբեցին, հիմա կնայինք։ Այս է դելֆինարիումն է։ Ու ես ինչ փոքրիկ է, այ դելֆիններն են մեջն են։ Ահա, այ ես հա 5-րդ շարքը հա, շատ լավ տեղ էին տվել, ապրեն իրենք։ 535, ես իմն է, հա, շատ լավն է։ Այս էլ Բաթումի փոքրիկ դելֆինարիումը։ Thank you for coming to our show, ladies and gentlemen, and welcome to the one and only Batumi Delfinarium. Okay, Sami, here we go. She shows the power of augmented reality installations, okay? Есть augmented Nibis. Есть established
is Zoro, Oliveri, this is Ilya, Nonna, this is Maya, and Toshi. Говорит, что когда мама брала полосит Юрисалмов. Come on. This is Ilya. This is Nonna. Okay, just listen. No speed. Stop. Bravo, baby. This is Oliveri. And this is Zoro. Վերջացավ հրաշք դելֆինների շոուն, Զորոն ինձ է թռչեց, հաստորեն լավ են, լիքը մարդ կար, բոլորը շատ ուրախացան, ապրեն մեր հրաշք դելֆինները, շատ ուրախացրեցին, շատ լավն էին, շոուն տևեց երևի 30 րոպե, ափսոս կարճ էր, բայց դելֆիններն էլ մեղք են թող հանգստանան։ Voice. Մալադեց, ժողովուրդը լավ աջակցում էր դելֆիններին, ես էլ փոքրիկը, հոյ։ Դելֆինարիումի հարևանությամբ գտնվում է ակվարիումի մուտքը նման տեսք ունի, ակվարիում գրված է, այստեղով մտնում ենք, ձախի վրա ուրեմն դրամար կղնա, տոմսար կղնա, որը որ չի աշխատում, այստեղ գրված է, որ տեղափոխված է դելֆինարիումի տոմսարկղ, կգնանք այնտեղ կհարցնենք ինչ արժե, ակվարիումի ուրեմն բակում էլ այս ֆանտանն է, որտեղ լողում են այս հենց գեղեցիկ հրաշք ցկնիկներ։ Մարդիկ գալիս են այստեղ, ես ցկներով հիանում ու գնում, բայց ես ակվարիում հիմա չեմ մտնի, որովհետև հանդիպեցի մեր հայերին, ովքեր խորհուրդ չտվեցին, ասում են ապակիները կեղտոտ է, ոչինչ չի երևում, այնպես որ չարժե մտնել։ Տոմսի արժեքը 4 լարի էր, հիմա փակ է, մուտքը այս կողմից է, որ մտնում եք արդեն ակվարիում այդ կողմից է, բայց հիմա փակ է, ընդմիջումը ժամը 2:30-3-ին նոր բացվում է։ Ակվարիումի տոմսերը վաճառվում են նույն դելֆինարիումի կասայում, հեսա այստեղ գրված է, աշխատում է 11-ից մինչև 6:30, 1:30-ից 2:30-ը ընդմիջումը, տոմսի արժեքը 4 լարի։ Ակվարիումը աշխատում է ամեն օր, իսկ դելֆինարիումը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից։ Դելֆինարիումից դուրս եկա ու հիմա գնում եմ դեպի լողափ։ Բաթումի բուլվարով կզբոսնեմ, Մարիամուտը կդիմավորեմ, կհանգստանամ ծովի ափին։ Դելֆինների շոուի մասին կասեմ, որ լավն էր, իրոք լավն էր, ժողովուրդին շատ ուրախացրեցին, մանավանդ այդ գնդակների պահը, որ խաղում էին,
Դելֆինների միջայլոց ավելի խելացի էին ու ավելի լավ էին խաղում, քան մարդիկ։ Բանը, մեկ լարի, փաստորեն այստեղ տուալետները վճարով են 1 լարի։ Դելֆինարիումից հետո դրական ուրախ էմոցիաներով շարժվում եմ դեպի առաջ։ Շատ լավն էր, շատ խելացի ու հրաշք դելֆիններ էին։ Եթե լինեք Բաթումիում, Տոմսի իմիջայլոց այդքան թանկ չէր, 20 լարի։ Եկեք, նայեք, ուրախացեք, աջակցեք դելֆինչիկներին։ Ես շարունակում եմ իմ զբոսանքը Բաթումի բուլվարով դեպի վերև, ոչ թե դեպի Օրբի Սիթի, այլ հակառակ կողմը դեպի հին քաղաք, որտեղ որ գտնվում է Ալի ու Նինո հայտնի արձանը, ինչպես նաև պտտվող անիվը, տառերի աշտարակը, մի խոսքով կհասնեմ այնտեղ, էդ էլ ձեզ ցույց կտամ։ Ես փոշմանեցի այսօր գնամ, որովհետև վաղը ես էլի այդ մաս պետք է այցելեմ, հայկական եկեղեցի, միանգամից այնտեղից կիշնեմ այդ մյուս տեսարժան վայրերն էլ կնկարահանեմ ու ձեզ ցույց կտամ։ Մարշրուտ Պերեստրոյան։ Ծրագիրս փոխվեց դեպի Սև ծով։ Այստեղ մի քիչ հանգստանամ, առողջարար ծովի օդը շնչեմ, արտաշնչեմ։ Մնացածը արդեն վաղը։ Այսօրվա ծրագիրը լավ է հագեցած դուրս եկավ, փաստորեն։ Այնպես որ այսօրվա նկարածս վայելեք մինչ վաղը։ Սա էլ Բաթումին է իր սրպրայզ եղանակով, ժամը 6:15 պակաս, անձրև սկսեց տեղալ, ես հիմա գնում եմ իմ համարը հանգստանալու, հուսով եմ այսօրվա նկարած վլոգս դուրներդ եկավ, չամաչեք մեկնաբանություններում, գրեք ձեզ հետաքրքրող հարցերը, բաժանորդագրվել ալիքին, կիսվել ընկերների հետ։ Սա Օրբի Սիթի D1 բլոկն է, ամենամոտն է գտնվում այս դեպի ծով գնացող օդային անցմանը։ Այսօր մտնում ենք հյուրանոց, սա հյուրանոցի ընդունարանն է։ Այստեղ սնվելու կետ կա։ Կարող եք այստեղից սուրճ խմողին կարաճում։ Այստեղից կարող եք ամեն ինչ գնել, գները այնտեղ կա։ Ցախ կողմում վերելակներն են գտնվում։ Ժամը 6-ն է, այսքան մարդ է այստեղ սպասում վերելակներին։ Ես արդեն իմ հարկում եմ, 5 րոպե տևեց ընդամենը, մի փոքր սպասեցի լիֆտին ու հասա տեղ։ Այսքանով կասեմ ձեզ տեսություն, մինչ հաջորդ վլոգ։